Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն արդեն երրորդ նախագիծն է, ինչ մարմնավորում է ամենառեյտինգային հեռուստասերիալների գլխավոր հերոսուհիներին։ Շատ հեռուստադիտողների կողմից զարմանալի էր, որ կրկին Ելենա Աշակյանի հեռուստասերիալում գլխավոր դերում կտեսնեն Ռոմելային։ Սակայն ըստ օգտատերերի դերասանուհին արդարացնում է իրեն տրված դերը։ Ռոմելան հաճախ չէ, որ հարցազրույցներ է տալիս, սակայն իր հարցազրույցներից մեկում նա խոսել է, թե ինչպես է ամուսինը վերաբերվում իր դերերին, համբույրի տեսարաններին եւ իր աշխատավարձի մասին։ Միայն վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնացած է։ Շատ էր խոսվում այն մասին, որ նա հարաբերությունների մեջ է կամ նշանադրված է, բայց միայն օրեր առաջ դերասանուհին հաստատեց ամուսնացած լինելու լուրը եւ նշեց, որ ոչ թե թաքցնում էր իր ամուսնացած լինելը, այլ չէր ցանկանում իր անձնականը հանրայնացնել։ Նա ցանկանում է, որ գնահատեն իր դերասանական աշխատանքը։ Ռոմելային ուղղված հարցերից մեկում ինչպես է իր ամուսինը վերաբերվում համբույրի տեսարաններին, դերասանուհին պատասխանել էր. նորմալ։ Ռոմելայի ամուսինը Աշոտը մասնագիտությամբ նույնպես դերասան է։ Դերասանուհին նաև նշել էր, որ մինչ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկներին համաձայնելը, նա խորհրդակցում է իր կողակցի հետ եւ միայն փոխհամաձայնության դեպքում է համաձայնվում նկարահանվել։ Իսկ համբույրի տեսարաններում նկարահանվելուց առաջ իր խոսքով նա զգուշացնում ու նախապատրաստում է իր ամուսնուն, սակայն խնդիրներ չեն առաջանում, քանի որ նախապես ունեն պայմանավորվածություն։ Դերասանուհին նաև խոսել է իր աշխատավարձի մասին, նշելով, որ աշխատավարձն իրեն գոհացնում է։ Չի նշել հստակ թիվ, սակայն ավելացրել է, որ վարձատրությունը բարձր է։ Ռոմելան նաև գովազդային առաջարկներ է ունենում սոցհարթակներում ներկայացնելու համար։ Նա նշել է, որ գովազդի արժեքը մոտ է 50,000 դրամին։ Սիրելի այցելուներ, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը Ռոմելա Սարգսյանի նոր դերի Մարիի վերաբերյալ, նաև մի մոռացեք բաժանորդագրվել հետագա նորությունները բաց չթողնելու համար։ Էլմի, դու տեսար իմ սանրվածքը ու գնացիր այդ նույն սանրվածքից արեցիր, չէ՞ Ռոմելան։ Ես հիմա համեստաբար կլերեմ եւ կասեմ այո, ես կրկնել եմ։ Կրկնօրինակել եմ քեզ, բայց լավ չի։ Բարի երեկո, ես ճիշտ է խոստացել էի, որ նկարներ պիտի տաղադրեմ, թե ինչ է ստացվել։ Վերանորոգումից հետո կենտրոնը, բայց ցավոք սրտի չկարողացա, քանի որ արդեն ժամը 10-ից իսկ մենք դեռ նկարահանումների ենք, նկարահանումները դեռ շատ երկար կշարունակեն, մեր մի բան ասեմ։ Քաջայ։ Մերի ջան, կարող ամեն ինչ կանեմ, որ փորձեմ լրություն, արդեն դու նստած մի խոսքով Ռոմելա, մի քիչ դեպի մեջ։ Հա, նստած եմ։ Դեպի մեջ, այդտեղ։ Շատ նորմալ է։ Քաջայ։ Մեր նկարահանումները շարունակվում են, մենք այսօր հավաքվել ենք ընտանիքով, հիմա բոլորին ես ձեզ կներկայացնեմ։ Մայրիկը խորտ, որ երկու նոր ընտանիքի հետ հիմա կծարոթացնեմ ձեզ։ Կեսր մայրիկ, կեսր հայրիկ։ Որոսնու քուրիկ ես, քուրիկ։ Էստի կողքով, քուրիկ,